Թերիկ եղավ, բոլեղավ մի բան ասեք անջատել ես վերևից ա եղել կրակոցը, ես խրամատի մեջ եմ եղել մի քիչ կռացած, գնդակը անցել է այսպես, Չերյոմուխան հարվածում է ցուցարներից մեկի գլխին, ԱԱՑ-ի շենքի դիմաց լույսերը անջատեցին ու մեզ ջարդուփշուր արեցին։ Դուք կապ եք ունեցել լավելի ռոք խմբի հետ։ Սարոյանը ունի մի հատ գործ, կոչվում է The Laughing Matter, որը բավականին լուրջ գործ է։ Համբերության բաժակը լցվեց, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց վեհափառին։ Կարիք չենք ունենա Սևանա լճից որևէ ջրթողի, դրանց արդյունքում 170 լիտր վարկյան ջուր ենք խնայելու։ Բարի երեկո։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ ջրային կոմիտեի ղեկավար Արամած Ղարամքարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղարամքարյան։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Հրավերի համար։ Պարոն Ղարամքարյան, մեր ֆորմատը այնպեսին է, որ մենք գալիս ենք անցյալից մինչև ներկա։ Այսօր կխոսենք քաղաքական խնդիրներից, կհասնենք ջրային խնդիրներին։ Ինչպես ավանդական մեր հաղորդումը սկսենք մասնագիտության ընտրության հարցով։ Դուք առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եք, ԵՊ-ի տնտեսագիտության ֆակուլտետն եք ավարտել, հետագայում ամերիկյան համալսարանի երևի թե առաջին շրջանավարտներից եք, քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն եք ավարտել։ Ինչպես է եղել այս մասնագիտությունների ընտրությունը, ձեր կամքով, ձեր ուզածով, թե ազդող մարդիկ են եղել եւ երևույթներ։ Եթե շատ անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ առաջին մասնագիտության ընտրությունը իմը չի եղել, ինչպես իմ, այդպես էլ եղբորս դեպքում ծնողներս, մասնավորապես մայրիկս է մեծ դեր ունեցել։ Այդ ժամանակներում չգիտեմ, կհիշեք թե չէ, բայց նորանկախ Հայաստանն էր ու ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը շատ մեծ անուն էր վայելում, հեղինակություն էր վայելում եւ պատիվ էր այնտեղ սովորել, այսպես ասենք, ու առաջ ընկնելով ասեմ, որ հրաշալի կուրս ունեինք, բավականին մեծաքանակ այն ժամանակների համար ու բավականին շատ հայտնի մարդկանց երեխաներ էին մեր կուրսում սովորում, ընդհանրապես շատ պայծառ անձինք, դա 35 տարի առաջ էր, այս տարի հոբելյան ունենք, 35-ամյակը մեր ընդունվելու եւ 30-ամյակը ավարտելու։ Իսկ ամերիկյան համալսարանը ես ընդունվեցի մինչև բանակ գնալը 96-ին, արդեն բանակում ստացա ծրարով նամակը, որ ընդունվել եմ, բայց դասերի սկսեցի հաճախել 98-ին բանակից, 99-ին նույնիսկ բանակը ավարտելուց հետո, դա արդեն իմ ընտրությունն էր, շատ հետաքրքրված էի քաղաքականությամբ, հայրս Հայոց համազգային շարժման վարչության անդամ է եղել, Վանաձորի Ղարաբաղ կոմիտեի անդամ, այնպես որ ես բավականին ակտիվ էի քաղաքականության մեջ ու քաղաքագիտությունը ինձ ձգում էր։ Երևի հենց այդտեղից էլ եկել է քաղաքականությամբ զբաղվելու որոշումը, պարոն Ղարամքարյան, նկատի ունեմ, հենց շարժումից է եկել այդ կարոտ ասեմ ցանկությունը, նպատակը, թե լրիվ ուրիշ երևույթից է եկել քաղաքականությամբ զբաղվելու։ Ինչպես մեր կյանքում շատ հաճախ պատահում է կարևոր իրադարձությունների ու կարևոր խաչմերուկների դեպքում հանգամանքներն են այդպես դասավորվել, ընդհանրապես կամ գործիչներն են մոտիվացնում, հիմնականում, կամ երևույթները, նկատում եմ այդ շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ձեր դեպքում, չգիտեմ, այս պատմությունը արդյոք հրապարակային պատմել եմ թե չէ, բայց դա 2005 թե 6 թվականներ Նիկոլ Փաշինյանի կողմից եմ ստացել առաջարկ համատեղ սկսել քաղաքական գործունեություն, այն ժամանակ ինքը շատ հայտնի լրագրող էր, դեռևս հրապարակային այդպես քաղաքականությամբ չէր զբաղվում ու մենք այն ժամանակ նախաձեռնեցինք այլընտրանք հասարակական քաղաքական շարժումը, որի հիմքի վրա նաև ձևավորվեց impeachment դաշինքը, որը մասնակցեց 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին, որին հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձ քաղաքականություն եւ արդեն գիտեք այնտեղ մարտի 1, հետո Հայազգային կոնգրես։ Այսինքն իմ քաղաքականություն մտնել այդպես հանգամանքների բերումով ստացվեց, որովհետեւ
մենք ընտանիքներով մտերիմ էինք ու նման առաջարկ եղավ ինձ։ Իսկ մտերմությունը եկել էր այդ քաղաքական process-ներին մասնակցելով, թե լրիվ ուրիշ տեղից էր եկել մտնել։ Կանանց հետ էր կապված։ Մեր կանայք համակուրսեցիներ էին, եւ մտերիմ ընկերուհիներ, եւ այդ հանգամանքի բերումով մենք սկսեցինք ավելի մոտիկից շփվել։ Impeachment դաշինքի 2007 թվականի բանը ո՞րն էր նպատակը ձեր պարոն Ղալամքանյան, ինչ եք ուզում փոխեք այդ ժամանակ քաղաքական դաշտում։ Մեծ հաշվով ակնկալիքը այն չէր, որ միանգամից կարող եք իշխանափոխություն անեք, բայց ինչ որ մշակույթ եք ուզում փոխեք, տենդենց, ինչ որ գիտեք, տենց անհույս ճահիճի նման էր այդ ժամանակ։ Ճահիճ, ոչինչ չէր կատարվում։ Ու այլընտրանք շարժումը, որը հետո նաև impeachment-ը եղավ, impeachment-ը ծնեց այլընտրանքը, շարժում բերեց, մարդկանց բերեց այլընտրանքային գաղափարներ, ինչ որ բան անելու մղում։ Եթե դուք նայեք այդ ժամանակների մեր հանրահավաքները, կարող եք տեսնել օրինակ 100 հոգանոց հանրահավաք, 150 հոգանոց հանրահավաք, բայց մենք չէինք վհատվում ու բավականին լավ թիմ էր ձևավորված, երկու խումբ ունեինք, մեկը երիտասարդների, ես եւ Փաշինյանը այդ խմբում էինք եւ ունեինք տարեցների խումբը, բավականին լավ համագործակցում էինք ու եթե կհիշեք կարգախոս շատ հայտնի կարգախոս կար, ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ու դա մարդկանց համար շոկային ու անսպասելի էր, ու մենք այդ կարգախոսով երթեր էինք անում, ծեծուջարդ էինք ուտում, 2007 թվականի մայիսին հայտնի դեպքերը եղան, որ ԱԱՑ-ի շենքի դիմաց լույսերը անջատեցին ու մեզ ջարդուփշուր արեցին, Վաղամերիկ Դավիթ Մաթևոսյանը, եղբայրս էր այդ ջարդուփշուր եղողների շարքում, բայց մենք չէինք վհատվում, մեր գործը անում էինք ու դա ոնց որ հարթակ հանդիսացավ, ֆունդամենտ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու համար եւ արդեն գիտեք թե դա որքան բազմահազարանոց, շատ ավելի զանգվածային շարժում դարձավ, վերածվեց նման շարժման ու ինչ լուրջ փոփոխություններ բերեց, որոնք իրենց հերթին, ես վստահ եմ ու շատերն են վստահ, հիմք հանդիսացան 2018 թվականի հեղափոխության։ Մի հատ հարց էլի պարոն Ղալամքյան, նայեք 2008 թվականին դուք ՀԱԿ հիմնադիր անդամներից եք լինում, ճիշտ եմ։ 2008-ին չէր որ հիմնվեց ՀԱԿ-ը, բայց երբ որ ՀԱԿ-ը հիմնվեց, դա կարծեմ 2009, եթե չեմ սխալվում։ Ուզում եմ ասեմ հիմնադիր վարչության անդամ եմ։ Հիմնադիր վարչության անդամ եք եղել։ Ինչի ետևից եք գնում, նկատում ինչ փոփոխությունների, արժեքների եւ ինչ փոխվեց հետո հետագայում։ Ինչ եք ուզում 2008, 9-ին, 10-ին, 11-ին, ինչի հասակ եւ հետագայում ինչը փոխվեց։ Դե մի քանի առանցքային անելիք կար, ինչպես առաջին նախագահն էր հայտարարում, այդ քրեաօլիգարխիկ բուրգը ցանկանում էին քանդել, կազմաքանդել, մարդկանց արթնացնել ու նաև խաղաղության օրակարգն էր, որը կարմիր թելով անցնում էր հարևանների հետ բնականon հարաբերությունների հաստատում, Ղարաբաղյան հարցի կարգավորում։ Դա միտողով փոխզիջում ասվածն է, չէ՞, պարոն Ղալամքյան։ Այո, ասում էր, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց հետագա տարիների ընթացքը ցույց տվեց, որ փաստորեն մենք միևնույն է տեղավորվել ենք կայսրության գծած սցենարում եւ կայսրության գծած ծրագրում։ Այսինքն կամ մենք պիտի շատ ռադիկալ ու հասարակության համար ցավոտ քայլերի գնայինք, կամ պիտի մնայինք կայսրության գծած այդ գծերի մեջ։ Իսկ ո՞րն էր այդ գիծը, պարոն Ղալամքյան։ Կայսրությունն ինչ էր ուզում։ Կայսրությունը ինչպես միշտ ուզել է բաժանել եւ տիրել, ուզել է ունենալ ոսկլտացող օջախ, կոնֆլիկտի հնարավոր պոտենցիալ օջախներ, ինչպես Ջավախքը օրինակ,
ինչպես Լեռնային Ղարաբաղը, Այսինքն հարևանների ինչպես Մերձդնեստրը, ինչպես Ֆերգանան, ինչպես Բաքուն եւ Սումգայիթը, մենք ես վստահ եմ, որ մեր հասարակությունը այդ տարիներին նախ չի գիտակցել ինչի մեջ է մտնում եւ երկրորդը պատրաստ չի եղել գնալ հարևանների հետ խաղաղության, հարևանների հետ բնականon հարաբերությունների հաստատման, ցավոք սրտի մեզ շատ ցավոտ ու ողբերգական դեպքեր դրթեցին գալ շատ արագ տեմպերով հասունանալ, շատ արագ տեմպերով բացել աչքերը ու գալ հասնել այն կետին, երբ որ դու հասկանում ես, որ X կամ Y զարգացմանը այլ ընտրանք չկա։ Գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, պարոն Ղալամքարյան, որ դուք անմիջապես շփվել եք Տեր-Պետրոսյանի հետ եւ նաեւ քննարկումներ եք ունեցել, ինչ ուղղությամբ պետք է գնանք, ինչն է խնդիրը։ Նեղ քննարկումների ժամանակ ինքը ինչին էր ուշադրություն դարձնում, առաջնահերթ ինչն էր համարում։ Օրինակ, երբ որ 2008-ին ես փոքր էի, շատ երեխա է կարելի ասել, հասկանում էի, որ լոգիկան այնա, որ պետք է գնանք այդ երկխոսության, խաղաղության լոգիկայի մեջ, էլի շփվենք, նա հասկանանք այդ բանը որն է, եւ իհարկե կոռուպցիայի հաղթահարումներ, կարող է եւ կոռուպցիան առաջնահերթ։ Ինչ էր ասում, օրինակ Տեր-Պետրոսյանը ներքին զրույցներում, էլի, որ թվում էր պետք է գնանք այս ինչ նպատակով, այն ինչ նպատակով եւ այն ինչ նպատակով, առաջնահերթ թիրախային ուր էին գնում։ Ես մի բան կասեմ, ինձ թվում է կարելի ասել, որ ներքին զրույցներում Լևոն Տեր-Պետրոսյանը լռում էր։ Այն ամենը, ինչ ինքը համարել է տեղին ասելու, ասել է իր հրապարակային ելույթներով։ Այլ հարց, որ ես այլ եմ ասում, դերակատարների փոփոխությունը, այո, կոռուպցիայի իմաստով, ընտրությունների ազատության իմաստով, այլակարծության հարգման իմաստով, լրատվամիջոցների ազատության իմաստով, որոշակի հիմնարար մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իմաստով, այո, հաստատ փոփոխություն կլիներ մեր երկրում։ Միանշանակ չեմ կասկածում։ Բայց արդյոք կլիներ այդ ռեգիոնալ հսկա փոփոխությունը, որ մենք ունեցանք այսօր։ Արդյոք դա տեղի կունենար, եթե մեր հասարակությունը, այն հասարակությունն էր, որը եկեք ընդունենք, խոշոր հաշվով բոլորս ոչ մի թիզական էինք։ Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմ թե խաղաղություն հոդվածը շատ փոքր հասարակական աջակցություն ստացավ։ Ինչու՞։ Եվ այստեղ ես մի հատ ուրիշ կարևոր հարց, որ նաև ուղիղ ես իրեն տվել եմ, ինչի այսօրվա տերմիններով ասած PR չէր արվում դա։ Որտեվ հիմա որ հետ են գնայում, այդ մոտեցումը չէր հանրահրճակվում։ Բոլոր հնարավոր պետական միջոցներով դա չէր հասցվում քաղաքացուն, որպեսզի քաղաքացին հասկանար, որ պիտի գնալ այդ լուծմանը, պիտի գնալ կարգավորմանը։ Դե հիմա իրադարձությունները արդեն կենթանի ենք մնացել բոլորս, եկել ենք հասել ենք 2026 թվական։ Պոստֆակտում գնահատում ենք, որ տեսնում ենք, որ այդպես էլ Հայ ազգային կոնգրեսը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս չեկան այդ ես դա կոչում եմ կայսրության գծած սցենար ու շրջանակներ։ Գուցե մի հարց էլի երկրի ներսում այդ փոփոխությունները լինեին, բայց ոչ տարածաշրջան։ Դուք դրա մասին գրում եք 25 թվականին ու բավականին ու հրապարակային ես կասեի ահագին աղմուկ բարձրացրեց, որովհետև բավականին լայն մասաներ սկսեցին խոսել, եղան նաև քննադատական հոդվածներ ու համակարգային։ Դուք էլ համակարգային եք պատասխանել, համակարգային եք քննադատել։ Մեղերը կասեք քննադատության եւ մեկ էլ ամենակարևորը, ինչի հենց 2025-ին, օրինակ դուք դա ավելի շուտ եք հասկացել, երբ լծվեց այդ համբերության բաժակը կամ երբ որոշեցիք, որ հենց տենց պիտի այդ համբերության բաժակը լծվեց, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց վեհափառին, կոչենք վեհափառ, ցավալի էր տեսնել, որ մի ուժ, որի ստեղծմանը իմ ծնողներն են մասնակցել, գիշեր ցերեկ, ընտանիքը մի կողմ թողած,
Մենք ինքներս ենք մասնակցել, մեր ընկերները հարյուրներով քաղբանտարկյալ են եղել, մարտի 1-ի զոհեր ենք ունեցել, ընդ որում առնվազն 10 հոգի, սա ուզում եմ շեշտել, առնվազն 10 հոգի։ Ես միշտ ասում եմ, մենք տեսագրություն ունենք Ամեկ+-ի լրագրող օպերատորի նկարած, երբ որ Չերյոմուխան հարվածում է ցուցարարներից մեկի գլխին։ Ու օպերատորը, կներեք իհարկե հույս ունեմ երեխաները չեն նայում շոկային չի լինի, բայց օպերատորը նկարում է ասֆալտին ուղեղը։ Բայց մենք առանց գլխի թաղված զոհ չենք ունեցել։ Այո։ Եվ գիտեք պատմությունները, որ նաև դիահերձարաններում կային դիակներ, ու հարազատներին համոզում էին ստորագրել ինչ-ինչ թղթեր, ինչ-ինչ գումարների համար, որ ստորագրեին, որ ավտովթարի կամ չգիտեմ դժբախտ պատահարի զոհեն։ Ցավալի էր տեսնել, որ այդքան զրկանքներ անցնելուց հետո այդ ուժը չի սատարում անկախացման, ինքնիշխանության մակարդակի բարձրացման, տարածաշրջանային խաղաղության հաստատման այն օրակարգը, որը առաջ էր տանում իշխանությունը։ Ուղղակի անազնիվ ու անարդար էր ու ես չդիմացա բարձրաձայնեցի դրա։ Իսկ ներքինում լինում էր քննարկում, նկատի ունեմ կուսակցության ներսում։ Օրինակ որ դուք այդ հարցը բարձրաձայնում եք, ասում եք լավ իշխանությունը գնում է այս ուղղությամբ, մենք ինչ պետք է անենք այս ուղղությամբ, թե արդեն դադարել էր երկխոսությունը։ Որ կուսակցության մասին եք հարցում։ Նկատի ունեմ կոնգրեսի, խոսքը կոնգրեսի։ Ես կոնգրեսում իմ անդամությունը արկախել եմ, եթե չեմ սխալվում, 21 թվականին, եթե չեմ սխալվում, գրագրություն կա դրա հետ կապված, ես դիմում էի գրել դուրս գալու համար, ինձ համոզեցին, որ արի դիմումը արկախենք որոշ ժամանակով, հետո նոր դրանից հետո մի քանի տարի անց ես դիմում գրեցի դուրս եկա։ Ես այդ տարիներին ակտիվ կուսակցական գործունեության մեջ չեմ եղել եմ ՄԱԿ-ի աշխատակից եւ դա նաեւ իմ հանձնառություն եւ խոստումն է եղել Միավորված ազգերի կազմակերպությանը, որ ես իրավունք չունեմ ակտիվ ոչ թե քաղաքական կուսակցական գործունեությամբ զբաղվել ու չեմ զբաղվել, նաեւ ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց ժամանակ առ ժամանակ իմ դիրքորոշումները արտահայտել եմ այդ թվում հրապարակավ։ Ձեր գրառումից մի քանի բան եմ առանձնացրել, պարոն Ղալամքարյան։ Մի նախկին իրադարձություններին փորձենք կարճ պատասխանել, էլի։ Դուք ասում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության հիմա ռուսական կայսրության շահերը։ Ինչու, որ երևույթներն եք դա համարել։ Շատ պարզ։ Երկիրը գնում էր անկախացման ճանապարհով։ Ընդ որում, էս էլ ասենք, էլի, լավ օրից չէր գնում։ Այսինքն այդ ճանապարհին մեզ դրթեցին իրադարձությունները, կանգնել այդ ճանապարհին, ու ես տեսա, որ այդ ճանապարհին իշխանության կողքին չեն կանգնում են մարդիկ, ովքեր խոսքերով իբր անկախական էին, ովքեր խոսքերով իբր անկախ Հայաստանի հիմնադիր էին, բայց իրենք տեսնում էին, որ բանակի ռեֆորմ է տեղի ունենում, ինքնիշխանության մակարդակի բարձրացում է տեղի ունենում։ Մենք սկսել ենք կայացնել որոշումներ, որոնք կարևոր են եղել մեր երկրի համար եւ սկսել ենք մենք կայացնել։ Չենք փորձել համաձայնեցնել Մոսկվայի հետ։ Գնում էր process ուղիղ երկխոսության Ադրբեջանի հետ, ուղիղ երկխոսության Թուրքիայի հետ։ Այդ խոսքերով այդ ուժը տարիներ շարունակ իբր կողմ է եղել այդ երկխոսությանը, բայց հիմա դեմ էր։ Հիմա կանգնում էր այն ուժերի կողքին, որոնք տորպեդահարում էին այդ process-ը։ Այդ դեռ հետո մենք պետքա տեսնենք նաև այն խայտառակ երևույթը, որ իրենք հրապարակավ սատարեցին Սամվել Կարապետյանին։ Ինչ ասեմ։ Այսինքն կարանք համարենք, որ դուք ընդունում եք նաև, որ մինչև այդ արած գործընթացներն են եղել կեղծ անկախական։ Թե դուք դա այդպես չեք համարում։ Դե տեսեք, հիմա տարիների հեռվից որ նայում ենք, տեսնում ենք, որ ինչ է ասում, երկրի ներսում առողջացման process-ների առումով գուցե թե օրակարգը լավն էր, նախընտրական ծրագրերը լավն են ու գուցե թե դրանք իրականություն դառնային, բայց այն սահմանները, որոնք գծված էին, մենք տեսնում ենք, որ այդ սահմաններից դուրս քայլ չի արվել։ Այդ թվում խոսքս վերաբերում է 97, 96, 97, 98 թվականի իրադարձություններին, այսինքն անվտանգության խորհրդի հայտնի երկօրյա նիստը, որի արձանագրությունը կա, կարդացեք, եթե չեք կարդացել անպայման, պատերազմ եւ խաղաղություն հոդվածը եւ նաեւ նախագահի հրաժարականը։
Դրանք բոլորը տեղավորվում են նույն տրամաբանության մեջ։ Պարոն Ղուլիբխյան, նույն գրառման մեջ ասում եք 99-ի հոկտեմբերի 27-ից հետո կոչ արվեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Ով կոչ արեց եւ ինչու կոչ արեց ըստ ձեզ։ Դե արեց Լևոն Տեր-Պետրոսյանը թղթի վրա, այսպես ասենք, դա համարվում էր, որ կոչ է արվում երկրի կայունությունը պահպանելու համար։ Գուցե թե այդ գործոնն էլ կար, բայց հետագա իրադարձությունները մեզ իրավունք են տալիս մի քիչ այլ լույսի ներքո դիտարկենք այդ կոչը։ Դուք նշում եք, որ 94-96 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ժիրայր Լիպարիցյանը փորձել են ուղիղ բանակցություններ եւ երկխոսություն վարել ադրբեջանցիների հետ։ Ոչ թե փորձել են վարել։ Վարել են, հա, վարել են։ Ինչ որ պահից այդ process-ը դադարել է։ Որ պահից եւ ինչու է դադարել։ Չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ գաղտնազերծելու այդ խոսակցությունները, բայց ուղղակի հուշում անեմ, ընդհանրապես հուշում, որ process-ները այլ ընթացք են ստացել Պրիմակովի նշանակումից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Այսինքն Պրիմակովի գալով ոնց որ ինքը այդ track-ը վերացրեց, այդ ուղին վերացրեց, այսինքն պարոն Ղուլիբխյան։ Հաջորդը դուք առանձնացնում եք Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանին։ Առաջինին մարգարե, ռենտգեն, խորաթափանց մարդ եք կոչում, Վազգեն Սարգսյանին գիժ հայրենասեր, ռոմանտիկ, հավատավոր, ինչ եք առանձնացնում Լևոն Տեր-Պետրոսյանից այս երկու գործիչներին։ Հետարքիր զրույց հաստատում, մեր զրույցը անդադդ իմ գրառումների շուրջ է պատտվում։ Դե մեր պետության ստեղծման ու կայացման գործում երկուսն էլ ունեցել են առանցքային դերակատարում։ Վանո Սիրադեղյանը շատ կարևոր շրջանում ստանձնել է ներքին կայունությունը վերագտնողի, ապահովողի դերը ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Վազգեն Սարգսյանն էլ դե գիտեք բանակի ստեղծման, Ղարաբաղյան առաջին պատերազմի, ինչպես ինքն էր ասում, մենք պատերազմ չենք հաղթել, մենք ճակատամարտ ենք ընդամենը հաղթել, շատերը դա չէին հասկանում։ Երկուսն էլ շատ կարևոր դեր են ունեցել, ինչու եմ առանձնացնում, ողբերգական կերպարներ են երկուսն էլ, իրենց թե լավ, թե վատ կողմերով։ Գիտեք ինչ եմ ես հարցը Քանի որ իրենց անունը տալիս եք, ես մի հատ ուրիշ բան ասեմ, էլի, եթե մեզ դիտող որևէ մեկը կա, որը չի կարդացել Վանո Սիրադեղյանի պատմվածքները, ես թախանձագին խնդրում եմ անպայման կարդացեք հայ արձակի լավագույն դրսևորումներից են Վանո Սիրադեղյանի պատմվածքները։ Գիտեք այս հարցը ինչի համար եմ տալիս, պարոն Ղուլիբխյան։ Նայեք, որ կարդում ենք ձեր գրածը, տպավորությունը, առաջին տպավորությունը, ոչ թե տպավորությունը ստեղծում, առաջին տպավորությունն է նա, որ դուք հակադրում եք անկախականներին չանկախականի հետ։ Այդպիսի միտում կա, թե չկա։ Ես համարում եք երկու գործիչներին ավելի շատ անկախական, քան օրինակ Տեր-Պետրոսյանը։ Ցավով պիտի ընդունեմ, որ այո, բայց չեմ էլ կարող հոգուս մեղ քանել ու ասել, գիտեք ինչ, ես սա հասկանում էի 20 տարի առաջ, ոչ։ Ուղղակի աստիճանաբար աչքերդ աստիճանաբար բացվում են, եթե դու քո ներսում զարգացնում ես քննադատական միտք, եթե մարդ ես, որը A որևէ կուրք չունի, B չի խուսափում դժվար հարցերից, ապա վերջ առաջ դու սկսում ես բացահայտել ինքդ քեզ համար բաներ, որոնք ցավոտ են։ Սա այդ ցավոտ բացահայտումներից է։ Եվ այս շրջանը փակենք ամենավերջին հարցով եւ իրադարձությամբ, պարոն Ղուլիբխյան, դուք մասնագիտությամբ վերջին մասնագիտությամբ քաղաքագետ եք։ Այսինքն
բայց մեր հյուրերի մեծ մասը ասեմ, որ իրենք մասնագիտությամբ քաղաքականության հետ կապ չունեին, լրիվ ուրիշ ուղղությամբ էին, բայց ձեր դեպքում էլ ձեր զբաղեցած պաշտոնը շատ մասնագիտական է։ Դուք ջրային ոլորտի ղեկավարն եք։ Նախ ոնց եղավ այս process-ը, դուք եք առաջարկել, թե վարչապետն է առաջարկել եւ ոնց է ընթանում, հարմարվել եք արդեն գնում է առաջ process-ը։ Ես որպես կառավարիչ եմ նշանակվել, բնականաբար ես ոլորտային մասնագետ չեմ, բայց սա նաև առիթ էր շատ արագ շատ բաներ սովորելու, ինչը եւ արել եմ, ինչը շատ հավես process է, շատ նոր բաներ ես իմանում ու սովորում ու ինքդ որպես անհատ ու որպես մասնագետ, որպես կառավարիչ աճում ես, այսինքն անձնային աճ ես ունենում, այդ թվում նաև մասնագիտական, եթե թույլ կտրվի նման բան ասել, ինչպես եմ նշանակվել, եկեք այդ մասը բաց թողնեմ, հունի մեջ եմ, թե չէ, այո, կարծում եմ հունի մեջ եմ, արդեն շատ լուրջ ձեռքբերումներ ունենք, բայց շատ ավելի կարևոր բաներ նախաձեռնել ենք, որոնց արդյունքները կերևան առաջիկա 2, 3, 5, 10 տարիների ընթացքում։ Ինչի եմ նման հորիզոն ասում, որովհետև խնդիրները, որոնք մենք ունենք ջրային ոլորտում, այնքան երկար պատմություն ունեն ու այնքան խորն են ու այնքան մեծածավալ են, որ այն նախաձեռնությունները, որ մենք հիմա ունենք, համակարգային են, դրանք չեն կարող այս րոպեական արդյունք տալ, բայց քայլ առ քայլ մենք կշարժվենք եւ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Հեսա կանք արդեն շատ լավ ջրային խնդիրներ։ Հիմա խոսենք նախասիրություններից, պարոն Ղուլամքարյան, հաղորդման երկրորդ հատվածում խոսում ենք գործիչների հետ իրենց նախասիրություններից, հոբիներից, այն ինչ սիրում են անել, այն ինչ սիրում են քաղաքականությունից դուրս, ինչով որ մոռանում են քաղաքականությունը։ Մեր գործիչներին միշտ հարցնում եմ, թե իրենք ինչպես են սկսում առավոտը, սուրճով, թեյով, վաղ են արթնանում, օրինակ գործիչներ ունենք, որ վազելով են, գործիչներ ունենք, որ լողի են գնում, գործիչներ ունեն ուղղակի արթնանում են եւ գնում են գործի։ Դուք ինչպես եք սկսում ձեր աշխատանքային օրը։ Հա, արթնանում եմ, արագ պատրաստվում եմ, ինձ շատ ժամանակ պետք չի պատրաստվելու համար։ Սուրճը խմում եմ կամ տանը, կամ աշխատավայրում, նայած թե որ ժամին եմ հասնում աշխատավայր։ Կլասիկ ռուտինա, կլասիկ տենց գծված տարբերակ։ Սուրճը սովորական հայկական, թե լրիվ ուրիշ բան է։ Եթե տանն եմ, ֆիլտրի սուրճ եմ խմում, ֆիլտրի սարքով, եթե աշխատավայրում սովորական հայկական դառը, սկսել եմ ավելի ուշ քնել, քան կցանկանայի, լինում է մինչև ուշ ժամ այդ Մալբերի կոչված մեր խաչը դա եմ անում մաքրում ու կախված նրանից թե որ ժամին եմ պարտում քնելու առավոտվա արթնանալու ժամը դրանից կախված փոխվում է, բայց հա կարծում եմ հարմարվել եմ։ Իսկ հանգստյան օրեր ունենում եք, պարոն Ղուլամքարյան, թե ամբողջ գործը կլանում է։ Կարող եք տրամադրեք ինչ-որ մի բան։ Արդեն 27 տարի ամեն կիրակի ֆուտբոլ եմ խաղում, որոշակի բացառություններ լինում են ամառվա սեզոնին, մի քիչ սկսում ենք դժվար հավաքվել, մեկ էլ առողջական պատճառներով մոտ մի 8 ամիս, 10 ամիս բաց եմ թողել, մնացածը 27 տարի ֆուտզալ իհարկե, մինի ֆուտբոլ ենք խաղում ընկերներով, դա այդպես ավանդույթ է, մեղված, հետո գնում ենք սրճարան, ժամանակին գարեջուր էի խմում, հիմա չեմ խմում, բայց ընկերներով նստում ենք, խմում ենք տարբեր բաներ, զրուցում ենք, շփվում ենք, դա ոնց որ սրբություն է, այդ կիրակի օրվա մինչև կեսօր, մինչև ժամը 2-3, այսպես ասեմ, գործի բնույթից ելնելով հանդիպումները, որոնք գործնական են, ուզենք չուզենք տեղի են ունենում նաև շաբաթ եւ կիրակի օրերի։ Հիմա դրանք անմիջապես չեն բխում
պաշտոնից, այսինքն կոնկրետ ես գործառույթ այդ բանին չեմ անում, բայց դրանք շատ կարևոր հանդիպումներ են, դրանք կարող են լինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մարզպետների հետ, դրանք կարող են լինել ինչ որ մասնավոր ընկերությունների հետ, օպերատիվ հարցեր չեն, բայց հարցեր են, որոնք պետք է քննարկվեն։ Հա, որովհետև օրվա գրաֆիկը այնքան խիտ է, որ դու չես կարողանում այդ մարդկանց տեղավորել աշխատանքային շաբաթվա նույնիսկ մինչև երեկոյան 8-ը չես կարողանում տեղավորել աշխատանքային օրերին, ստիպված տեղափոխում ես շաբաթ եւ կիրակի օրերին։ Վնասվածքը, որ ասում եք, դա բանակի հետ կապված երևույթին էր վերաբերում վնասվածքը։ Հա, ես այտենց բախտ եմ ունեցել ճակերտավոր ադրբեջանցի դիպուկահարի գրակոցից տուժելու, դա եղել է 98 թվականին մեր նոյեմբերյանի հատվածի սահմանագծում։ Այն վնասվածք, որ հիմա տեսնում եք, դրա մասին է խոսքը, պարոն Ղալամքարյան։ Դե, հա, վերևից ա եղել կրակոցը, ես խրամատի մեջ եմ եղել մի քիչ կռացած, գնդակը անցել է այսպես, ջարդել դուրս եկել։ Այս մասը չի եղել, այս մասը վերականգնել են խիրուրգները։ Իսկ շատ դժվար հաղթահարեցիք այդ process-ը, պարոն Ղալամքարյան, բանի։ Որովհետև երբ որ նայում եմ, դուք ամբողջ ընթացքը ծառայել եք, ինչ որ բայ չեք զորացրվել։ Չէ, զորացրվել եմ, չէ, զորացրվել եմ։ Ես վիրավորում ստացել եմ 98-ի մարտին, 2-3 ամիս հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ անցել, ու կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, օգոստոսին զորացրվել եմ, այնինչ պիտի զորացրվեի երևի թե հոկտեմբեր, սեպտեմբեր, որտեղ սեպտեմբերին ենք գնացել բանակ, զորացրվել եմ երևի 2 ամիս ավելի վաղ, քան պիտի զորացրվեի։ Բայց երևի ավելի դժվար եղել է իմ հարազատներին։ Ես որ ասեմ, այդպես տանջվել եմ այդ ժամանակները։ Չէ, շատ մարդիկ էին գալիս ինձ տեսակցելու, հոսպիտալում շատ տենց ուրախ էր անցնում իմ ժամանակը հոսպիտալում։ Եկել ուշադիր եղա, որ դուք սպա եք եղել։ Այո, սպա եմ եղել։ Եղել եմ դասակի հրամանատար եւ նաեւ Վաշտի հրամանատարի պաշտոնակատար եմ եղել 4 ամիս։ Ընդ որում շատ դժվար, որովհետև թեր համալրված վաշտ էր եւ ես չունեի այդ շրջանում ոչ դասակի հրամանատար, ոչ վաշտի ավակ։ Բայց իմ ղեկավարած վաշտը մեր գումարտակի լավագույն վաշտն էր ըստ քննությունների բան։ Ես ուշադիր եղա, դուք հարցազրույցներից մեկում շատ սիրուն եւ համակարգային նկարագրում եք Վիլյամ Սարոյանին եւ իր գործերը։ Սարոյանասեր լավ sense ձևակերպենք էլի, Սարոյանասեր եք, պարոն Ղալամքարյան։ Նախ որ գործից հետո է դա այդպես եղել եւ ինչի համար է գնահատում Վիլյամ Սարոյանին, ինչով է նա մեծություն ձեզ համար։ Վիլյամ Սարոյան սիրելը, կարծում եմ երկու ստեղծագործություն են եղել, որ շատ ասենք անկյունակարային շրջադարձային են եղել։ Մեկը Վեսլի Ջեքսոնի արկածները, որտեվ ես մինչև Վեսլի Ջեքսոնի արկածները էի կարդացել Սարոյան, բայց նման ազդեցություն ինձ վրա չէր ունեցել։ Վեսլի Ջեքսոնի արկածները շատ եմ սիրել, մի երկար ժամանակ իմ ամենասիրած գործն է եղել։ Հետո սկսել եմ նորովի ճանաչել Սարոյանին, սկսել եմ արդեն ավելի շատ անգլերեն կարդալ, բնագրով կարդալ, եւ Սարոյանը ունի մի հատ գործ, կոչվում է The Laughing Matter, որը բավականին լուրջ գործ է ու հեչ նման չի Սարոյանի, մեր պատկերացրած Սարոյանի գործերին, այ դա եղել է բացահայտում գործ ինձ համար։ Իմիջիայլոց, եթե մեզ դիտողները սիրում են կինեմատոգրաֆ, ապա ես խորհուրդ կտամ դիտել Անդրեյ Զվյագինցևի ֆիլմը, որը ինքը նկարել է ոգեշնչված այս վեպից Սարոյանի, այսինքն այդ վեպի մոտիվներով, ոչ թե հենց վեպի էկրանավորումն է։ The Laughing Matter, ասեցիք։ Հա, The Laughing Matter ֆիլմի անունը Իզգնանիե կարծեմ, եթե չեմ սխալվում։ Եթե Զվյագինցևի ֆիլմերը նայեք, այնտեղ չքնաղ շատ սիրուն ֆիլմ է, խորհուրդ կտամ դիտել։ Իսկ ինչին է անդրադառնում այդ գործի մեջ, որ դետալն է կարևոր, պարոն Ղալամքարյան։ Կամ ընդհանրապես սպանելուն, մարդ սպանելուն։ Հա, օքեբանական առանցքում մարդ սպանելն է ու նաև
թույլ տվեք ասել հղիության վաղաժամկետ ընդհատումը հոգեբանական ինչ-որ այո, լուրջ գործ է, դավաճանություն, հավատարմություն, վստահություն, Աստված, հոգևոր կյանք, նման թեմաներ են այստեղ։ Իսկ ժամանակ ունենում եք մասնագիտական գրականություն կարդալու համար։ Ուզեմ պիտի կարդամ, մասնագիտական գրականություն ասածը իմ դեպքում հիմնականում դա տեղեկանքներն են, գրագրությունն է պաշտոնական, արխիվային նյութեր, նման նյութերը իհարկե խժռում են ժամանակի մի զգալի մաս, իսկ քանի որ ես նոր մարդ եմ համակարգում, ես գերադասում եմ ինքս կարդալ, ինչքան հնարավոր է շատ կարդալ, շատ մտնել թեմաների մեջ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք, բանը թողենք, մասնագիտականը թողենք, ինչ խորհուրդ կտաք կարդալ։ Նեք Սարոյանական։ Հա, Սարոյանից բացի։ Բարդ հարցեք տալիս։ Այսպես ասեմ, կախված մարդու անձնային աճի համակարգից ու տվյալ հատվածից իր կյանքի պիտի հասկանալ այդ մարդուն ինչ խորհուրդ տալ, այդպես ունիվերսալ, եթե ես պիտի խորհուրդ տամ, հիմա ես կարող եմ մի հատ գիրք ասեմ, որ մեզ լսողներից ինչ որ մեկը առաջին 2-3 էջը կարդա, ասի ես ինչ էր ասում այս մարդը։ Հետևաբար հասունության որոշակի աստիճան են պահանջում որոշ գրքեր, եթե մի քանի բան սենց ուղղակի ոտի վրա առաջարկելու լինեմ, շատ խորհուրդ կտամ Խալիլ Ժբրանի Մարգարեն, շատ խորհուրդ տամ, շատ փոքրիկ գործ է, բայց հանճարեղ, իհարկե խորհուրդ կտամ Դոստոևսկու Բրատյա Կարամազովին, կարծում եմ դա մարդկության ստեղծած գրականության գագաթն է, կարծում եմ։ Վերջին կարդացածներիցս որ ասեմ Վանու Սիրադեղյան, ինչպես ասացի, իհարկե խորհուրդ կտամ, Հրանտ Մաթևոսյան խորհուրդ կտամ իմ սիրելիներից, Սարոյանի այդ գործը խորհուրդ կտամ, որովհետև նորովի կբացահայտեք Սարոյանին ձեզ համար։ Մեկ էլ գիտեք ինչ էի ուզում հարցնել, պարոն Ղալամքարյան, որպես Ղարաբաղյան հարցի ինչ որ չափ գիտակ եւ process-ները անցած մարդ, բանալի գործեր կամ գործիչներ, այդ էլ կուզեի ձեզնից լսել, ում կարելի է կարդալ, կամ որ գործը։ Դե օրինակ անվտանգության խորհրդի նիստը, որը հիշատակեցի 1998 թվականի հունվար։ Իմիջիայլոց իմ բլոգում կա դրած արձանագրությունը, բնականաբար պետական գաղտնիք պարունակող հատվածները հանված են, այդպես է հրապարակվել դրանք հանված, խորհուրդ կտամ հետաքրքրվողներին անպայման կարդալ այդ արձանագրությունը, խորհուրդ կտամ կարդալ Ժիրայր Լիպարիտյանի հրապարակախոսությունը, այս Ժիրայր Լիպարիտյանի հրապարակախոսությունը այն հրապարակախոսությունն է, որը մեզ ցավեցնում է, բայց դրդում է մտածել, դրդում է նոր ձևով նայել երևույթներին, օրինակ ինքը միշտ ինձ խորհուրդ է տալիս, ասում է մի հատ արի Իլհամ Ալիևի աչքերով նայենք երևույթին, մի հատ արի Իլհամ Ալիևի աչքերով նայենք մեր անցած 30 տարվան, մենք ինչ ենք արել 30 տարի իրենց նկատմամբ։ Դե ֆորման փոխում ասում եմ, եկեք այս նույնը ցեղասպանության խնդրի վերաբերյալ շատ ինձ համար շատ կարևոր են եղել իր հետ զրույցները, նաև իր հոդվածները կարդալը, ես նաև թարգմանել եմ իր հոդվածներից մի մաս, կարծում եմ նաև հիմա իհարկե շատերը կհամարեն, որ դա քծնանք եւ շողոքորթություն է, բայց ես թող գնան իմ բլոգը aramast.livejournal.com նայեն, թե ես որ թվականներին եմ տարածել այն հոդվածները, որոնք հիմա կուզեի հիշատակել, որոնք գրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, մի քանի շատ կարևոր հոդվածներ ունի գրած, օրինակ ցեղասպանության մեխանիկան, մի քանի շատ կարևոր տենց շրջադարձային հոդվածներ կան, որ էլի ես խորհուրդ կտամ կարդալ, վերջին շրջանում էլ են եղել, բնականաբար, ես ընդհանրապես շատ կողմ եմ այդ
ինքնաճանաչողությանը, առերեսմանը, ինքդ քեզ ներհայեցողությանը ու ես շատ ուրախ եմ, որ մենք որպես հասարակություն այդ ուղղությամբ քայլեր անում ենք։ Պարոն Ղալամկարյան, ես գիտեմ, որ դու կապ եք ունեցել Լավելի ռոք խմբի հետ։ Հետաքրքիր է ինչ կապ եք ունեցել, երաժշտական մասով է, թե դեռ ուրիշ մասով է, կպատմեք մի քիչ դրա մասին։ Դե Մհերը Մանուկյան, ինչքան էլ դա տարօրինակ չհնչի, մենք շատ տարբեր ենք իրարից, բայց իմ հարազատ եղբայրն է, մենք տարբեր ենք այդ թվում ազգանուններով։ Հա, դա էլ մի այլ պատմություն է, մի ուրիշ անգամ կպատմեմ։ Դե Մհերը Լավելի համահիմնադիրն է Գոռ Մխիթարյանի հետ եւ այդպես է ստացել, որ ես սկզբնավորման օրվանից ուղեկցել եմ խմբին եւ շատ հարցերում օգնել եմ կազմակերպչական։ Երաժշտական առումով մեծ դեր չեմ ունեցել, մի քանի երգի ստեղծմանն եմ մասնակցել, այդպես համեստորեն, այդպես ստացվել է, ես այդ առումով դեռ առանձնապես տաղանդ չունեմ, բայց կազմակերպչական առումով մեծ գործ արել եմ, թող անհամեստություն չհնչի, հատկապես վերջին մի քանի տարին հանած մի 10 տարի կամ կարող է 10 տարի, 11 տարի, 12 տարի ես մենեջերն եմ եղել խմբի եւ եթե նայեք հետագիծը խմբի ու ժողովրդականությունը, որը վայելում էր այն ժամանակ, երբ որ ես ստանձնեցի այդ մենեջերությունը, այսպես ասած, եւ ուր հասանք մենք միասին այդ ճանապարհը ինչ ճանապարհ անցանք եւ ուր հասանք, շշմելու տարբերություն կա ու այո, ես հպարտությամբ եմ դա ասում, որ իմ լուման ունեցել եմ դրա մեջ։ Իսկ կա նախասիրություն, հոբի, պարոն Ղալամկարյան, որ մենք չգիտենք դրա մասին, եւ դա ձեզ կտրում է քաղաքականությունից, կտրում է երբեմն առօրյա հոգսերից, անձնական հոգսերից, ունեք այդպիսի բան։ Puzzle հավաքել եմ սիրում։ Հիմա չեմ կոնկրետ այս բանին չունեմ ընթացիկ puzzle։ Նկատի ունեք բարդ խնդիր puzzle-ի, շատ բարդ են որ puzzle, հենց jigsaw puzzle, որ կտորներից ուղղակի բարդ են իմաստով, որ կտորները շատ է, այդ նկատի ունեմ։ Այսինքն 1000 կտորը ինձ համար դա բան լուրջ չի։ 1000 կտորը լուրջ չի։ 1000 կտորը լուրջ չի, չէ։ Իմիջիալոց ունեմ մի քանի նվեր ստացած, որ սպասում են հավաքելուն։ Քանի կտորի մասին է խոսքը։ Օրինակ 2500։ Հա, օրինակ 2000, 3000։ Հանգստացնում է ձեզ։ Երևի հա, շատ։ Բայց ես հիմա դրա համար ժամանակ չունեմ։ Ցավոք սրտի ես դրա համար ժամանակ չունեմ, բայց շատ կուզեի ունենալ դրա համար ժամանակ։ Երևի գիտեք ինչ կասեմ, ֆուտբոլը ու ֆուտբոլ խաղալը ֆուտբոլ դիտելը ընկերներով եւ մի բան, որ երևի շատերը չգիտեն, բայց դա համաշխարհային շատ հայտնի այդպես հոբի է, գուցե իմ մասին էլ չգիտեն շատերը, ֆենթազի ֆուտբոլ է կոչվում, դա ինտելեկտուալ տենց ինֆորմացիայի եւ ինտուիցիայի հիման վրա մեծ համաշխարհային ինդուստրիա է հիմա դարել։ Ես նաև ֆենթազի ֆուտբոլ եմ խաղում, բառացիորեն 3 այս սեզոնը մեկնարկեց անգլիական պրեմիեր լիգայի ֆենթազի ֆուտբոլի, ես էլի այնքան կտրված էի, որ շատ պատահական եմ իմացել, որ առաջ այդպես չէր, առաջ ես սպասում էի, որ էսա կդառնա ակտիվ եւ այլն, հիմա դե պարզա շատ ավելի այլ առաջնահերթություններ կան իմ կյանքում, բայց կփորձեմ թիմ կառուցել եւ թիմս ամբողջ սեզոնով առաջ տանել, գոնե չգիտեմ, գիշերային ժամերին կհատկացնեմ ինչ որ ժամանակ, շատ հավես փորձառություն է եւ մենք ընկերներով լիգաներ ունենք եւ լիգայի ներսում մրցում ենք իրար հետ։ Այդպես, հա, հոբիներից, այսինքն ֆուտբոլի շուրջ մի քանի բան կա, որ շատ կարևոր են իմ կյանքում ու ես ասեմ, ես ընկերներ ունեմ, որ ֆուտբոլի միջոցով եմ ձեռք բերել իրենց։ Ես էլ եմ ֆուտբոլ ասել բաղանում կա։ Գնացինք ջրային խնդիրներին, պարոն Ղալամկարյան, երրորդ մասում մենք խոսում ենք ջրային խնդիրների մասին։ Շատ որպես ջրային կոմիտեի ղեկավար, եկեք սկսենք նախ մի հատ կառուցվածքից, ինչի համար եմ ասում ես, որովհետև առաջին ընկալմամբ թվում է, որ ջրային կոմիտեն զբաղվում է կարող է իմ մոտ ասխալ կարծիք, ասենք օրինակ չգիտեմ, ոռոգման ջրի խնդրով կամ ինչ որ տեղային ջրի խնդրով։
նախ կառույցի մեջ ինչերն են մտնում եւ կառույցը որ հարցերով է զբաղվում։ Հետաքրքիր է, էլի, բայց մենք խմելու ջրի ես գիտեմ օրինակ խմելու ջրի եւ ոռոգմանը այդ երկուսով զբաղվում է, բայց էլ ինչ իրավասություններ է մտնում կառույցի։ Այ նախ մի փոքր տարանջատում անենք ջրային կոմիտեն եւ այն ինստիտուտները, որոնք անմիջապես առնչվում են ջրային կոմիտեի հետ, զբաղվում է ջրային համակարգերի կառավարմամբ եւ ոչ թե ջրային ռեսուրսների կառավարմամբ։ Ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Այս տարանջատումը մի հատ անենք։ Մենք պատասխանատու ենք համակարգերի եւ ենթակառուցվածքների համար եւ դրանք վերաբերում են թե խմելու ջրին, թե ոռոգման ջրին, կեղտաջրերի մաքրմանը, նաեւ հարակից, այսպես ասեն, կառույցներ ունենք, որոնք օրինակ զբաղվում են դրենաժային ջրերով, դրենաժներով, դա մելիորացիա ՓԲԸ-ն է, մեծածախ խոշորամասշտաբ ջրարդ իրականացնում է ջրարդ ՓԲԸ-ն, մելիորացիա ՓԲԸ-ն եւ ջրարդ ՊԲ-ն դրանք բոլորը ձեզ են չի ենթարկվում բան։ Հենց այդ է ուզում ասել, ոչ։ Իրավաբանորեն իրենք, ինչպես նաեւ մենք գտնվում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո։ Եվ գոյություն ունի մի երրորդ շերտ, այսինքն պատկերացրեք, վերևում ջրային կոմիտեն, միջանկյալ օղակը ջրարդ ՓԲ-ն, որը մեծածախ ջուր վերցնողն է, օրինակ Սևանա լճից, ջրամբարներից եւ այլն։ Եվ ունենք ջրօգտագործողների ընկերություններ, ջոեր, այսպես ասած, 15 ջրօգտագործողների ընկերություն ունենք Հայաստանում, որոնք արդեն մանրածախ ոռոգման ջուր ապահովողն են, որոնք անմիջապես առնչվում են ջրօգտագործողների հետ, ֆերմերների հետ։ Էլի կա թյուրընկալում, որ նրանք ենթարկվում են ջրային կոմիտեին, այդ կառույցները, բայց չեն ենթարկվում։ Իրանք ենթարկվում են այսինքն նախարարին, պարոնանք։ Ոչ, իրենք առանձին անկախ կառույցներ են։ Անկախ կառույցներ են։ Բայց պիտի դա շեշտել։ Կառավարությունը սուբսիդավորում է թե ջրարդ ՓԲ-ին, թե մելիորացիա ՓԲ-ին, թե ջրօգտագործողների ընկերություններին։ Հետևաբար ֆինանսական առումով եւ հաշվետու լինելու առումով, նաեւ ծրագրային առումով իրենք գտնվում են, այսպես ասենք, մեր ենթակայության ներքո։ Հա, ֆինանսապես ձեզ են հաշվել, հա։ Ոչ, դե ֆակտո այո, եթե կարելի է այդպես ասել։ Իհարկե համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի, ամբողջ համակարգը, եւ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը։ Բարեփոխումը նկատի ունի կառավարման նաեւ։ Այո, հենց նախ եւ առաջ կառավարման, հենց դա նկատի ունեմ։ Եվ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը, մենք 2026 թվականի երկրորդ կեսը եւ 2027 թվականի առաջին կեսը կօգտագործենք ռազմավարական ծրագիր մշակելու եւ կառավարման մոդելներ մշակելու համար։ Նախատիպեր ունեք, պարոն։ Տարբեր մոդելներ կան, աշխարհում տարբեր մոդելներ կան, այո։ Դուք որն եք նախընտրություն տալիս, օրինակ։ Ես մինչև ուսումնասիրության արդյունքները չտեսնեմ, ոչ մեկին չեմ կարող նախընտրություն տալ։ Տարբեր մոդելներ ենք դիտարկում, կա համայնքի կառավարում, կա նույն ջոյի համակարգը, կա մասնավոր ընկերության կողմից կառավարում եւ այլն։ Այդպես համակարգը այդպիսին է, ինչպես նշեցի, մենք պատասխանատու ենք ոռոգման, խմելու, ջրի մատակարարման եւ ջրայառացման համար եւ կեղտաջրերի մաքրման համար։ Գոյուղիների համար չէ։ Այո, գոյուղիների համար։ Նկատի ունեմ մաքրման, ջրամատակարարում եւ ջրահեռացում։ Հա։ Պարոն, այս տարի ջրառատ տարի է։ Այո։ Բոլոր ռազմավարական ջրամբարները լցված են, կան որ 100%-ից եւ ավել են լցված եղել, որտեղ ջրթող եղավ, ջրթափը թե ջրթողա չեմ հստակ չեմ հիշում ոնց էր ասում, բայց մի հատ այսպիսի հետաքրքիր հարց։ Մի հատ կատակով ընդհատեմ։ Facebook-յան օգտատերից մեկը ճանաչում ենք իրար, այդ որ անձրևները չէին դաթարում, գրել էր բնությունը մեծ շուկով նշում է ջրային կոմիտեի նոր նախագահի նշանակում, բայց հերիք եղավ, բոլեղավ մի բան ասեք, անջատել էս։ Հա, բայց իրոք տենց է։ Ջրառատ տարում ինչպես կարող են գնահատել ջրային կոմիտեի աշխատանքը, պարոն։ Շատ լավ հարց եք տալիս, ու դա ասեմ մարտահրավեր է մեզ համար, լավ իմաստով, ասեմ ինչու,
տեսեք, ամենօրյա ռեժիմով գործ է արվում, ամենօրյա ռեժիմով մենք վթարներ ենք վերացնում, ամենօրյա ռեժիմով մենք կայացնում ենք որոշումներ, որ ջրաքանակը որ աղբյուրից վերցնենք, որ օպտիմալ օգտագործենք, որ կորուստները քիչ ունենանք, որ Սևանից քիչ ջուր վերցնենք։ Այսօրվա դրությամբ մենք Սևանից վերցրել ենք ընդամենը 10 միլիոն խորանարդ մետր ջուր հուլիսի 24-ի դրությամբ։ Դրա հետ կապված էլ հարցն է պարոն։ Մինչդեռ անցյալ տարվա հուլիսի 24-ի, լավ, հուլիսի 23-ի դրությամբ մենք վերցրել էինք 70 միլիոնով ավելի։ Ես չեմ ուզի արված աշխատանքը այդ առատ տեղումների ստվերին, այո, կորի ու տպավորություն ստեղծի, որ դե դուք ինչ էիք կառավարում, ոչ մի բան էլ չէիք անում, ջրամբարները լցվել էին ու վերջ, բայց այդպես չի։ Ամենօրյա աշխատանք է տարվում, որպեսզի Սևանա լճից հնարավորինս խնայողաբար ջուր սպառվի ռոռոկման նպատակներով, որպեսզի էդ էլ ասեմ, էդ էլ հեշտ գործ չէր ջրամբարները լցնելը, այդպես ինքնահոս տենց պատկերացնում են մարդիկ, որ դե եկավ ջուրը լցվեց, այդպես չի։ Մենք այդտեղ անվտանգության խնդիրներ ունենք, մենք ունենք ամենօրյա ռեժիմով որոշումների կայացման հարց։ Ինչքան ջուր թողնենք, որ լցվի ջրամբարի մեջ, ինչքան բաց թողնենք։ Ինձ այդ է հետաքրքիր եղել։ Նկատի ունեմ անվտանգությունը կապված է պատվարի հետ։ Այո, իսկ պատվարները դուք գիտեք, սովետական տարիներին կառուցված բացառությամբ Վեդու ջրամբարի, մենք ուրիշ նոր պատվար չունենք կառուցված։ Կապսը դեռ պատրաստ չգիտեք։ Հետևաբար, տեսեք, եթե մենք ունենում էինք լցված ջրամբար ու հանկարծ մեծ հոսք էր գալիս, ասենք ձնհալքի պատճառով, մենք այդտեղ ռիսկ էինք ունենում։ Ու մենք դա ամենօրյա ռեժիմով ջրար ՓԲ-ի գոլեգաների հետ դա փորձել ենք կարգավորել ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության գոլեգաների հետ։ Որտեղ եք սուր վտանգ ունեցել պարոն Ղալամքարյան։ Դե ունեցել ենք, ապարանում էլ ենք ունեցել, ազատում էլ ենք ունեցել, Մարմարիկում էլ ենք ունեցել։ Այդ այն ջրամբարները, որտեղ որ լավ մեծ հոսք ունեին, այսինքն մայիսին թե հունիսին հալոց կգա։ Այո, ու կանխատեսումներ կային, որ ու հիդրոմետի գոլեգաներն էին դա նաև ասում, որ սպասվում են նոր հալոցքներ, մեր բախտը գիտեք ինչով բերեց։ Կտրուկ չտաքացավ եղանակը, ջերմաստիճանի կտրուկ բարձրացում չեղավ, աստիճանաբար տաքացավ։ Այդ սառը եղանակը թույլ չտվեց, որ այդ ամբողջ կտրուկ մտներ, կտրուկ հավեր ու լցվեր։ Իսկ եթե կտրուկ լիներ, պատրաստ կլինեիք։ Դրա համար մենք դրա համար մենք պատրաստ էինք գոլեգաների հետ անդադ կապի մեջ էինք ու մենք ջրամբարների մակարդակը այնքան էինք պահում, որ եթե այդ հալոցքը գա, մենք կարողանանք տեղավորել։ Հա, ջրթողը նաև այդ բանի համար։ Էլի են հետաքրքիր հարցերից է։ Ամեն տարի ես նայում եմ Սևանից ջուրաբաց թողնում։ Այս տարի հերթական տարին է, որ էլի ջուր բաց կթողնի, իհարկե շատ ավելի քիչ, քան նախորդ տարի։ Հուսանք։ Դեռ օգոստոս ունենք դիմացել, որը շոկ է լինելու։ Հա, եթե ջրամբարները լիքն են, պարոն Ղալամքարյան, Սևանից ինչի՞ է ջր թող արվում։ Նախ ջրամբարները արդեն 100%-ով լիքը չեն, որովհետև մենք արդեն սկսել ենք ռոռոկման համար ջրի հատկացումը եւ 100%-անոց լցվածություն այս պահին ունենք խոշորներից միայն Ախուրյանի ջրամբարում։ Ազատում արդեն չունենք, ապարանում արդեն չունենք, Մարմարիկում մի քիչ մի 2 միլիոն պակաս ունենք։ Բայց այդ տարողությունը ամբողջ տարվա լոգիկայով չի չափվում։ Պատասխանեմ հարցին, տեսեք, մասնագետները դա կոչում են իշխման տարածք։ Այն ջրամբարները, որոնք այս պահի դրությամբ մենք Հայաստանում ունենք, այդ ջրհավաքման կետերը, մեր հողատարածքների ոչ բոլոր մասն են գտնվում այդ ջրամբարների իշխման տարածքում։ Այսինքն մենք ունենք հողատարածքներ, որոնք ուզենք թե չուզենք Սևանա լճի ջրով պիտի ոռոգենք։ Նաև դա է պատճառը, որ ունենք վարչապետից հանձնարարական ջուրը ամբարել բոլոր հնարավոր տեղերում, եւ նաև դա է պատճառը, որ ունենք ջրամբարաշինության շատ հավակնոտ ծրագիր, շատ խոշոր հավակնոտ ծրագիր, որպեսզի ջուր կարողանանք ամբարել նաև այն տեղերում, որտեղ հիմա չունենք ամբարած, ու դա թույլ կտա ոռոգել այն հողատարածքները, որոնք այսօրվա դրությամբ ոռոգվում են Սևանա լճի ջրով։ Այս նախագծերը դուք ունեք 18 ջրամբարի։ Ես հակված եմ 23 ասել։ Արդեն, շատ լավ։ Այսօր մանրամասնորեն կասենք էլի։ Դրանցից քանիսը պետքա իրականացվի, որ Սևանից էլ ջրար չարվի, պարոն Ղալամքարյան։ Լավ հարց եք տալիս։
Ու մեկ էլ այդ հողատալոցները, որ դուք ասում եք, դուրս է գալիս Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզին, է վերաբերվում, որ մենակ ջրվում են Սևանա լճի ջրով։ 6 ջրօգտագործողների ընկերություններ ունենք, որոնք Սևանա լճի ջրով են ոռոգում հողերը, բայց ոչ բացառապես։ Ինձ այդ մասնակիորեն։ Բայց ես ձեր հարցին մի փոքր ուրիշ ձևի պատասխանեմ։ Որպեսզի Սևանա լճի ջուրը մենք ավելի քիչ օգտագործենք ոռոգման նպատակով, մենք նաև մտածում ենք դրենաժային ջրերի, այդ թվում Արարատյան արտեզյան ջրավազանի ջրերը, որոնք օգտագործվում են ձկնաբուծարանների կողմից, հետ մղեք կրկնակի օգտագործման համար, այո, մղենք ոռոգման նպատակներով, եթե մենք դա կարողանանք անել, իսկ մենք նման ծրագիր ունենք ու այդ ուղղությամբ շարժվելու ենք, անխոս, ունենք նաև վարչապետի հանձնարարականը։ Տեսեք, Սևանա լճից մենք վերցնում ենք տարի ա եղել 230-200 միլիոն, անցյալ տարի 183 միլիոն, լավ, եկեք պատկերացնենք, որ եկեք առաջնորդվենք օրենքով նախատեսվածով, օրենքով նախատեսված մաքսիմում 170 միլիոն է, երբ որ մենք դիտարկում ենք այդ 170 միլիոնը ոռոգման համար վերցվող ամբողջ ջրածավալի մեջ, տեսակարգը շիռը մեծ չէ, այսինքն մենք ոռոգումը չենք իրականացնում հենվելով հենց Սևանա լճի ջրի վրա, այսինքն մենք հիմնական աղբյուրը Սևանա լճը չէ։ Հետևաբար, եթե մենք կառավարման որոշակի բարեփոխումներ անենք, ջրակորուստները նվազեցնենք, ունենանք ավելի լավ թարմ ենթակառուցվածքներ, կորուստները նվազեն, կարողանանք կրկնակի օգտագործել ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, մի քանի հատ էլ նոր ջրամբար կառուցենք այն տարածքներում, որոնց իշխման գոտում կլինեն իմ նշած 6 ջրօգտագործող ընկերությունները, մենք կարիք չենք ունենա Սևանա լճից որևէ ջրթողի բացառությամբ էներգետիկ նպատակներով։ Դուք գիտեք, որ Հրազդանով ունենք կասկադ, հենքերի կասկադ եւ այդ հեկերը սնվում են Սևանա լճի ջրով։ Ձմռանը դուք արդեն ասել եք, որ 5 ջրամբարի մասով կա նախագիծ, նախահաշիվ, պետքա մոտակա ամիսներին անցնի գործնական փուլ։ Այո, գործնական փուլում են այդ 5-ը։ Այդ ձեր նշած 5 ջրամբարների առումով մենք մինչև տարվա ավարտ կունենանք արդեն մրցույթներ, շինարարական աշխատանքների մրցույթներ։ Որ ջրամբարների մասին է խոսքը, պարոն։ Աստղաձորի ջրամբարը, հիմա փորձեմ հիշել, Աստղաձորի ջրամբարը Գեղարքունիքի մարզում, Լիչքի ջրամբարը Սյունիքի մարզում, Արթիկի ջրամբարը Շիրակի մարզում, Քասախի ջրամբարը Կոտայքի մարզում եւ 5-րդը որն էր։ Եվ եւս մեկը Ելփինը Վայոց-Ձորի մարզում։ Միասին քանի միլիոն խորանարդ մետր։ Միասին թույլ տվեք հիշեմ։ Եթե չեմ սխալվում 20 միլիոն, եթե չեմ սխալվում 20 միլիոն խորանարդ մետր, բայց դա մի հատ պետք է ստուգել։ Դա մոտավորապես 40 միլիարդ դրամի ծրագիր է, որը մենք իրականացնում ենք Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի հետ։ Կապսի ջրամբարը մեկնարկեց, կանգնեց։ Հետո ինչ որ բայ ասեցին, շարժվում է առաջ։ Ես մի քիչ նայել եմ, ինքը երկու հատվածից բաղկացած ջրամբար է։ Մեծ եւ փոքր։ Նու էլի Իրանը գտնելու էլի նկատի ունեմ, այնտեղ եթե չեմ սխալվում, մի հատ 60 միլիոն խորանարդ մետր, հետո 20 ինչ փուլում է եւ երբ կակնկալ ենք։ 25 միլիոնն էլ, 60 միլիոնն էլ նույն տարածքի նույն թասի մասին ենք խոսում։ Ուղղակի պատվարի բարձրության մասին։ Հա, փոխվում է պատ, հա։ Պատվարի բարձրությունը եթե բարձրացնենք, կկարողանանք անբարել 60 միլիոն։ Կապսի ջրամբարի ծրագիրը հունիս ամսին ներկայացվեց Հանրային ներդրումային կոմիտեում, նիստը նախագահում էր վարչապետը, հաստատվեց եւ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, որ Կոպիտացած տենդերն է, չէ՞ փոխվում, պարոն Ղարամքյան, թե նախագիծն էլ է փոխվում։ Նախագիծը պիտի փոխվի։ Պիտի մենք գտնենք ֆինանսավորման աղբյուր, որտեղ KfW բանկի ֆինանսական
միջոցները, որոնք հատկացված էին 25 միլիոն խոհանարդ մետր ծավալի համար, դրանք սպառվում են այս տարվա վերջով։ Այսինքն մենք խնդիր ունենք նոր ֆինանսական աղբյուր գտնելու, ասեմ, որ վարկային խոշոր միջազգային հաստատությունները հետաքրքրված են, մենք այդտեղ խնդիր չունենք, Հայաստանի հեղինակությունը շատ բարձր է եւ միջոցներ ներգրավելու խնդիր չունենք, եթե ֆինանսների նախարարությունը համապատասխան ֆիսկալ տարածքը մեզ տրամադրի, ասի, որ կարելի է այսքան միջոց ներգրավել, խնդիր չենք ունենա։ Մենք հիմա կոնսուլտանտի միջոցով, խորհրդատուի միջոցով կանենք ուսումնասիրություն, կպատվիրենք նոր նախագիծ, նոր նախագծի հիման վրա կունենանք արդեն մրցույթի նոր պայմաններ եւ կընտրենք նոր կապալառուի։ Այս ջրամբարների թեման մի հատ վերջին հարցով փակենք, էլի։ Դուք ասում եք 23 ջրամբար։ Այո։ Մոտավոր ինչքան խորանարդ մետր ջրի մասին է խոսքը եւ մոտավորապես ինչ տարիների մասին է խոսքը, որ մենք կարող ենք արդյունավետ աշխատելու դեպքում ունենալ։ Կամ միջին մոտավորապես 500 միլիոնի մասին է խոսքը, բայց որպեսի թյուրըմբռնում չլինի, հենց սկզբից ասեմ, մենք խոսում ենք այդ 23-ի շարքում ունենք ջրամբարներ, որոնք ուղղակի գաղափարի մակարդակում են։ Այսինքն գնացել ենք, տեսել ենք, մասնագետները մեզ հուշել են, ասել են, այստեղ թասը հարմար է, բայց դեռ բազմաթիվ ուսումնասիրություններ են պահանջվում, որպեսզի մենք հավաստիանանք, որ այո, այդտեղ գեոլոգիական հետազոտություններ եւ այլն, որ կարելի է այդտեղ ջուր ամբարել։ Այդ 23 ջրամբարների շարքում տարբեր խմբեր ունենք ջրամբարների։ Այդ 5-ը ամենաառաջ գնացածն են, այսինքն մենք ունենք ֆինանսավորման հայտ, ֆինանսների նախարարությունից գնացած, արդեն հայտարարությունը տրված է, մենք հիմա դա կոչվում է disclosure period դա կոչվում, այդ ժամանակահատվածի մեջ ենք, ունենք 9 ջրամբարների նախագիծ, ծրագիր, գաղափար, որը էլի վզեբի հետ ենք աշխատում, ունենք 3 այլ ջրամբարներ, որ աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ, ունենք Եղվարդի հայտնի ջրամբարի գաղափարը, որ դեռ խորհրդային տարիներից է եղել, Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ, նորից խորհրդատուի հետ աշխատում ենք հասկանալու համար, որքանով է իրատեսական, որ մենք դեռևս 2013-ից 15-16 թվականներ ճապոնացիների կողմից արված ուսումնասիրությունը վերանայենք, վերաուսումնասիրենք ու հասկանանք ինչ կարող ենք անել դրա հետ, արդյոք նոր նախագիծ պետք է պատվիրել թե չէ, այնտեղ խոսքը գնում է բավականին մեծ ծավալի մասին, մինչև 100 միլիոն խոհանարդ մետր, այո։ Աղոզոտից մեծ է։ Ունենք Սելավ Մաստարայի ջրամբարի գաղափար, որը իմիջայլոց Ջավադյանի դեռ նախագծմամբ մի քանի ջրամբարների կասկադ է, 1, 2, 3, 4, դրանցից առնվազն մեկով ունենք առաջ գնացած process, իմիջիալոց Եվրասիական ֆոնդի հետ, ունենք տարբեր ջրամբարներ, տարբեր մարզերում, որոնք դեռևս կոնցեպտի վիճակում են։ Պարոն Ղանոքարյան, մի հատ հարց էլի, իմ աչքի առաջ, որովհետև ես այդ ճանապարհով եմ միշտ գնում գալիս, Մղջանի հատվածով նոր դուք էլ ասեցիք, այդ արտեզյան սև ջուր ասֆալտն են ասում, ընդհանրապես տենց է, չգիտեմ դա ճիշտ է թե չէ։ Դրա մասին կա քննարկում, եկել այդ խողովակները փոխվելու են, թե չեն փոխվելու։ Վայ, Երանի փոխվեն, դա մեր փրկությունը կլինի, դա մեր փրկությունը կլինի։ Տեսեք, մենք այս տարի նորից, տեսեք, վերադառնում ենք կառավարման հարցին ու վերադառնում ենք Սևանա լճից խնայողաբար ջուր վերցնելու հարցին։ Կառավարությունը լրիվ գիտակցաբար, վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եղել է հանձնարարական թարմացնել, նորոգել Մղջանի պոմպակայանը եւ դրան կառավարությունը հատկացրել է միջոցներ։ Մենք դա արել ենք մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը։ Եվ նաև դրա շնորհիվ է, որ կարողանում ենք հիմա 24-ժամյա ռեժիմով աշխատացնել։ Հիմա տեսեք, պոմպակայանը նորոգել ենք, բարվոք վիճակում է, չնայած հին պոմպեր են, բայց խողովակաշարերը չեն դիմանում։ Ունենք մաշված, բարակել են, պատկերացրեք ճնշմանտակ ջուր է մղվում, շատ բարակած խողովակաշարեր ունենք եւ ցավոք սրտի ունենում ենք վթարներ, որոնք փորձում ենք շատ սեղմ ժամկետներում նորոգել։ Բայց
պետությունը այն հանձնառությունը, որ ստանձնել է եւ ջուրը հայտարարվել է ջրային ռեսուրսների կառավարումը, ջրային համակարգերի կառավարումը վարչապետի կողմից հայտարարվել են բացարձակ առաջնահերթություն առաջիկա 5-10 տարիների համար։ Ելնելով այդ հանձնառությունից ես վստահ եմ, որ լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն եւ մենք նաեւ կկարողանանք այդ խողովակաշահերը փոխել արդիականացնել։ Այս վերջում մի հատ գրառում էի տեսել, էլի նույն նմանատիպ չիրականացված ծրագրի մասին էր Սպանդարյանի ջրանցքից, երբ որ Կերչուտ արփա Որոտան արփա թունելն է կառուցել, որը ասում են չի օգտագործում։ Օգտագործումը թե չի օգտագործում։ Իսկ ինչու, բան նախագծի խնդիր է, ինչի խնդիր է։ Մի վերսիայով նախագծի, մյուս վերսիայով այդ տեսեք Սպանդարյանի ջրամբարը այն մի քանի ջրամբարներից մեկն է, որոնք չեն օգտագործվում ոռոգման նպատակով։ Այլ օգտագործվում են էներգետիկ նպատակով։ Այո։ Մենք ունենք Հերհերի ջրամբար, մենք ունենք Սպանդարյանի ջրամբար։ Հիմա այդ ջրամբարը հանձնված է մասնավոր ընկերության։ Այդ մասնավոր ընկերությունը Կոնտուր Գլոբալը օգտագործում է ջուրը էներգետիկ նպատակներով։ Հիմա թե պետությունը առաջիկա ժամանակահատվածում ինչ որոշումներ կընդունի, արդյոք որևէ բան կփոխվի այդ իրավիճակում, ես չգիտեմ։ Այնտեղ նաև տեխնիկական խնդիր են մատնանշում մասնագետները, շեմերի տարբերության հարց կա, բայց դա լուծվող հարց է։ Դա հաստատ դա լուծվող հարց է։ Երևի մի քիչ քաղաքական որոշման, մի քիչ տնտեսական նպատակահարմարության, բայց ինքը Սևանին էական օգուտ կտա, պարոն Ղալամփարյան։ Հաշվարկը տպավորիչ է, բայց իրականում Դե տեսեք, երբ որ կառուցվել է Որոտան արփան, իր նախագծային հզորությունը 160 միլիոն խորանարդ մետր ջուր տեղափոխելու կարողություն է։ Միևնույն ժամանակ մենք ունենք Արփա-Սևան 1 եւ Արփա-Սևան 2 թունելները, որոնց թողունակությունը Արփա-Սևան 2 թունելի թողունակությունը մոտավորապես 170-ից 180 միլիոն խորանարդ մետր է։ Հիմա հարց է առաջանում, եթե մենք ինչ որ պահերի Կեչուտի ջրամբարի ջուրը պահենք ինչ որ ժամանակահատվածներում, խնայենք եւ չօգտագործենք Կեչուտի ջրամբարը որպես ռեզերվ ունենանք եւ դրա փոխարեն բերենք Որոտանով ջուրը, Որոտանի ջուրը, ապա այդ հատվածում, այդ ժամանակահատվածում մենք այդ 160 միլիոնը կբերենք կհասցնենք Սևան։ Միևնույն ժամանակ կպահենք ռեզերվ Կեչուտի ջրամբարը, բայց եթե այդ ժամանակահատվածները այսպես ասած համընկնեն, մենք միևնույն է այդ 170 միլիոնը լավ տարիներին, ջրառատ տարիներին մենք տեղափոխում ենք Սևան։ Մենք այսօրվա դրությամբ այս տարի տեղափոխել ենք արդեն 150 միլիոն խորանարդ մետր, ինչը 65 միլիոն խորանարդ մետրով ավելի է, քան անցյալ տարի այսօրվա դրությամբ։ Մեկ էլ գանք տեղային խնդրի, ջրամատակարարման այդ անջատումների մասին, խմելու ջրի մասին է խոսքը։ Մի ժամանակ շատ էին բողոքում, հիմա չգիտեմ այդքան շատ բողոքում են, բայց գիտեմ շատ բողոքում են, հաճախ բողոքում են որակից։ Նախ որակի խնդիրը երբ առաջանում եւ ինչու, եւ ցուցանիշներ ունենք, պարոն Ղալամփարյան, ինչքանով լավացել, ինչքանով կլավանա։ Մի քանի կարևոր արձանագրում անենք։ Առաջինը կոնկրետ Երևանի ջրամատակարարման ժամանակացույցը, թեև մենք զգուշացրել ենք, որ հուլիսի 1-ից պիտի անցնենք ջրանջատումների, պահպանել ենք նույնը ու չենք անցել ջրանջատումների։ Սա ուզում եմ հայտարարենք հստակ եւ կուզեմ նաեւ դրա համար անգլերեն ասած credit ստանանք։ Թե մենք, թե Վեոլա ջուրը, թե Տկենը, թե փոխվարչապետի գրասենյակը, թե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, թե մեր շինարար կապալառուները, որովհետեւ դա կախարդական փայտիկով չեն կարել։ Այսինքն միջին քանի ժամի մասին է խոսքը, պարոն Ղալամփարյան։ Մենք ասեմ 24 ժամյա Գարնանը, որ թաղամասեր ունեցել են 24 ժամյա ջրամատակարարում, այսօր էլ էս պիկ շոքին +38 աստիճանով ունեն 24 ժամյա ջրամատակարարում։ Եթե ունեցել են 21 ժամյա ջրամատակարարում, պահպանվել է 21 ժամյան, եթե ունեցել են 17 ժամյա, պահպանվել է 17 ժամյա։ Մենք վատթարացում չենք արել ու ուզում եմ Ինչի հաշվին է այդ։ Այս դա եմ ուզում ասել, որ դա կախարդական փայտիկով չի եղել, ժողովուրդ ջան, դա եղել է քրտնաջան աշխատանքի շնորհիվ
ունենք պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրեր, տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամի։ Դա անում է կեսը Veolia-ն, կեսը ջրային կոմիտեն։ Մենք գիշեր-ցերեկ աշխատել ենք կապալառուների հետ, շինարարների հետ, գիտեմ, որ բողոքները շատ են, փոշին եւ այլն, այն օրը մի մեքենա անգել էր փոսի մեջ, որովհետեւ չէր տեսել պատնեշները, բայց հսկայական գործ ենք արել եւ անում ենք, որի շնորհիվ նախ հայտնաբերում ենք ապօրինի ջրամիացումները եւ անջատում ենք եւ հետո հին ենթակառուցվածքը, այո, թվեր կան, եւ հին ենթակառուցվածքը փոխարինում ենք նորով, այսինքն ջրակորուստները հասցնում ենք նվազագույնի, կարելի ասել բացառում ենք ջրակորուստները։ Օրինակ մեր մասով մենք ունենք այս տարի 13 ենթածրագիր, որից 10-ը Երևանում, 3-ը մարզերում, դրանց արդյունքում 170 լիտր վարկյան ջուր ենք խնայելու։ Դա Երևանում։ Սա Երևանում դա հիմնականը 10 ենթածրագիրը Երևանում են, հիմնականում Երևանում ենք խնայելու։ Սրան ի լրում են նաև նոր ջրաղբյուրներ ենք հայտնաբերում եւ այդ ջրաղբյուրներից ջուրը հասցնում ենք Երևան։ Դեռ ընթացքի մեջ ենք, ունենք նախագծեր, ունենք ծրագրեր, որոնք դեռ չենք իրականացրել, բայց այնքան ինչքան իրականացրեցինք շատ արագ տեմպերով, մեզ թույլ տվեցին ժամանակացույցը պահել այնպիսին, ինչպիսին կա։ Իհարկե, փորձ արվեց մանիպուլյացիայի, որ իբր ընտրություններից հետո այ տեսեք, ընտրություններից առաջ պահեցին, ընտրությունները հենց անցավ, վատ հարացավ, բայց դա մանիպուլյացիա էր, մի քանի թաղամասերում ջրանջատում էինք ունեցել վթարի պատճառով, վթարը վերացվեց, իրանք էլի վերադարձան իրենց հին գրաֆիկին։ Բայց ուզում եմ վերադառնալ ձեր հարցին ջրի որակի հետ կապված։ Մի հատ կարևոր արձանագրում էլ այստեղ անենք, տեսեք։ Երկու տարբեր երևույթ ուզում եմ տարանջատենք, չխառնենք, չշփոթենք։ Մեկը ջրի կոշտությունն է, այսինքն ջրի համային հատկությունները եւ թույլատրելի նորմերի մեջ կոշտությունը։ Քանի որ պիկ սեզոնին, ամառվա սեզոնին Երևանում ջրապահանջարկը կտրուկ աճում է, այդ թվում նաեւ կան մեր քաղաքացիներ, որոնք խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակներով, Veolia ջուրը ստիպված է լինում արտեզյան ջրավազանի որոշ ջրաղբյուրներից, որոշ խորքային հորերից ջուրը մատակարարել մի քիչ խառնելով գառնու ջրի հետ, որոշ թաղամասերի Շենգավի, Տերեբունի։ Այո, համային փոփոխություն լինում է գառնան ջրի հետ համեմատած, բայց դա իրենից վտանգ չի ներկայացնում, առողջական որևէ վտանգ չկա ու որևէ նորմի խախտում այդտեղ չկա։ Այս նոր ջրաղբյուրները որ բերենք, գնալով այդ թաղամասերին էլ մենք կտանք ավելի քաղցրահամ, ավելի համեղ, ավելի դուրեկան ջուր։ Այսինքն Երևան քաղաքը շուտով ավելի շատ քաղցրահամ շուտ։ Այո, միանշանակ, մենք դա խոստացել ենք եւ կանենք։ Ուրեմն տարանջատում ենք իրարից խմելու ջրի համային որակները, կոշտությունը, որը իրենից վտանգ չի ներկայացնում բնակչության համար, եւ դա տարանջատում ենք խմելու ջրի բաղադրությունից, մանրէների առկայությունից եւ վտանգավորությունից, որը բնակչության համար վտանգավոր է։ Երկրորդ մասով մենք որևէ արձանագրված, պաշտոնապես արձանագրված եզրակացություն չունենք, որ խմելու ջրի աղտոտվածության հետևանքով ունեցել ենք որևէ համաճարակ կամ ինֆեկցիա կամ թունավորում։ Նման պաշտոնական որևէ եզրակացություն չունենք։ Վերջին դեպքերը, որ արձանագրվել են Բյուրեղավանում, մենք դեռևս սպասում ենք պաշտոնական վերջնական եզրակացության, դեռևս չենք ստացել։ Մի բան, որ կարող ենք խոստանալ խմելու ջրի առումով, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում ունենք խոստում մինչև 2031 թվականը Երևան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ապահովել համատարած 24-ժամյա ջրամատակարարում։ Սա մինչև 2031 թվականը։ 2031 թվականից հետո նույն հանձնառությունը տարածելու ենք մնացած բոլոր մարզերի եւ բնակավայրերի վրա, բայց մի բան էլ ասեմ, դա չի նշանակում, որ հիմա մենք աշխատանքներ չենք տանում մարզերում դա ապահովելու համար։ Մի հատ օրինակ ասեմ, շուտով մենք Իջևանի տարածաշրջանում Ազատամուտ գյուղ կա, որը 3 ժամանոց գրաֆիկ է ունեցել ջրամատակարարման։ Հիմա մենք այնտեղ աշխատանքներ ենք իրականացրել Veolia ջրի հետ համատեղ եւ շուտով կունենանք բացման արարողություն, ամբողջ գյուղը ստացել է 24-ժամյա ջրամատակարար։
Շնորհակալություն պարոն Ղարամքարյան, հուսով եմ մոտակա շրջանում առիթ կունենանք ելի քննարկենք ջրային խնդիրները, որտեղ շատ հարցեր մնացին։ Պարոն Ղարամքարյան, մեկ հաղորդումը ամփոփում ենք 10 բլից հարցով։ Որն է պետական կառավարման ամենամեծ մարտահրավերը Հայաստանում։ Խնդիրը։ Արժեքային հեղափոխությունը։ Ավելի դժվար է որոշում կայացնել, թե պատասխանատվություն կրել որոշման համար։ Եթե բավարար պատասխանատու անձ ես, որոշման կայացումն էլ պիտի շատ ծանր տրվի, հետեւաբար նաև հետո իրականացումն էլ։ Պիտի հեշտ չտրվեն Երկուսն էլ։ որոշումներ, այո։ Ձեր կարծիքով հասարակությունն այսօր ավելի պահանջկոտ է, քան նախկինում։ Միանշանակ ու հիմա ավելի պահանջկոտ է եւ դրա ճակերտավոր մեղավորը 2018 թվականից տեղի ունեցած process-ներն են եւ այն ժողովրդավար վիճակը, որ մենք այսօր ունենք Հայաստանում։ Մեկ բարեփոխում, որը կուզենայիք իրականացնել հնարավորինս շուտ։ Մեկ բարեփոխում։ Երևի ամենաշուտը կուզեի մենք այդ նշածս դրենաժային համակարգից ջրերի կրկնակի օգտագործման համակարգներ դնեինք, այնտեղ շատ մեծ պոտենցիալ ունենք ոռոգման ջրի, որը չենք օգտագործում, եւ ես կուզեի այդ ծրագիրը իրականացնեինք հնարավորինս արագ տեմպերով։ Իսկ ամենամեծ ջրային խնդիրը որն է Հայաստանում, պարոն Ղարամքարյան։ Կեղտաջրերը։ Ջուրը պետք է ավելի խնայեն քաղաքացիներ, թե համակարգը պիտի ավելի արդյունավետ գործի։ Քաղաքացիները պիտի չգողանան, օգտագործված ջրի դիմաց վճարեն, չփչացնեն ջրաչափերը, չվնասեն ջրաչափերը։ Իսկ մենք որպես պետական կառավարողներ պիտի ապահովենք որակյալ ենթակառուցվածք, որը չունի կորուստներ։ Կլիմայի փոփոխություններն արդեն ազդել են Հայաստանի վրա։ Այո, ցավոք ազդել են կոնկրետ խմելու ջրի առումով ըստ Veolia ջրի մենք ջրաղբյուրներում վերջին 10 տարիներին ունենք 23%-ի նվազում։ Որ մարզը կամ տարածաշրջանը ամենամեծ ուշադրության կարիքն ունի այսօր, պարոն Ղարամքարյան։ Եթե ելնենք նրանից, որ Սևանա լիճը բոլորիս մտահոգության առարական է եւ մենք պիտի աչքի լույսի պես պահենք Սևանա լիճը, ուրեմն Գեղարքունիքի մարզը։ Եթե դիտարկենք այն իմաստով, որ տարածաշրջանային համագործակցության տեսակետից Սյունիքի մարզը ունի առանցքային դերակատարում, ապա Սյունիքի մարզը։ Եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքի արտադրանքի մեծ մասը ստեղծվում է Արմավիրի մարզում եւ Արարատի մարզում, ապա այդ երկու մարզերը։ Եթե ելնենք հայ-թուրքական համագործակցության տեսակետից, ապա Շիրակի մարզն է առանցքային։ Մեր յուրաքանչյուր մարզ ունի իր սպეციფիկան։ Եվ մեկ նախադասություն, պարոն Ղարամքարյան, առանց ֆիլտրի ուղղակի ժողովրդին ինչ կասեիք։ Ատամները լվանալիս եւ սափրվելիս ծորակը փակեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր մեր հյուրն էր ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղարամքարյանը։